Իսրայելը խոցում է $100,000 հրթիռով։ Ու պատկերացրեք, ասենք միաժամանակ եթե հազարավոր հրթիռներ են թռչում մեր վրա, մեր երկրի տարածքի վրա, դա հնարավոր չէ ամբողջությամբ ծածկել օդը, հնարավոր չէ։ Ինչպես օրինակ այսօր այս պայթրությամբ 2200-ից ավելի հրթիռ է ընկել Իսրայելի տարածքի վրա։ Դուք պատկերացրեք ինչ թիվ է սա։ Մարդիկ առավոտյան ժամը 6:30-ից մինչև ժամը 4-5-ի տվյալներով դեռ ռմբապաստարաններում են։ Այսինքն նույնիսկ տուն բարձրանալ, հասարակ կարիքները երեխաների հոգալ մարդիկ չեն կարող, ամբողջ օրը պատասպարված են ռմբապաստարաններում։ Բարեբախտաբար հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ այս պահին չկան, չունենք որոշակի տվյալներ այդ մասին։ Կապի մեջ եմ եղել քիչ առաջ Աշդոդ, Աշկելոն, Կիրյատ Գատ, Բերշևա քաղաքների մեր հայրենակիցների հետ, այս քաղաքներում ամեն ինչ հարաբերական նորմալ է, ինչ Իսրայելը անկեղծ ասած չունի այն ռեսուրսները, չունի այն հսկայական ռեսուրսները, որ երկար ամիսներով, տարիներով պատերազմի այս պետության դեմ։ Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, այսօր հրադապ օրագարկով ձեզ հետ ենք արևելքի հարթակով, այս անգամ գիտեք, որ Իսրայելը ամբողջ քաոսային իրավիճակի մեջ այսօր առավոտյան գանուխ ժամերեն Համասի ռազմական թևը Ալ-Կասամ խմբավորումը ռազմական գործողության ձեռնարկեց, դակավին հստակ չեն նպատակները, սակայն աննախադեպ է, աննախընթաց է եղած եւ այս առումով ավելի հստակ պատկերացնում ունենալու համար այս բան կապված եմ Իսրայել մեր հայրենագից Արտյոմ Չեռնոմորյանին հետ, հիշեցնեմ, որ Արտյոմը այս բան կգտնվի Պետախ Տիկվա քաղաք եւ տեսնենք թե ինչ պիտի պատմե մեր ագնտիրներուն։ Բարի օր բան Չեռնոմորյան, ինչպիսին է իրավիճակը ձեր մոտ այս բան գիտեմ, որ առավոտյան գանուխ ժամերեն դուք եւս ինչպես ամբողջ Իսրայելի բնակչությունը լարված եք, ինչ կկատարվի եւ ինչքանով մոտ է ձեր քաղաքեն այս զարգացումները։ Բարև ձեզ, նախ շնորհակալություն այս հնարավորության համար։ Իրավիճակը մնում է լարված, առավոտյան ժամը 6-ից հրթիռահարվում է Իսրայելի ողջ հարավն ու կենտրոնական շրջանները, մոտ 5 ժամից ավելի մեր մոտ պայթյունի ձայներ չեն լսվում, սակայն ամբողջ հարավային գոտին Իսրայելի մինչև այս պահը ռմբահարվում է, հրթիռահարվում է, այս պահի դրությամբ հաղորդվում է 100 զոհերի մասին, 900-ից ավելի վիրավորներ կան եւ կան շատ մարդիկ, որոնք գերեվարվել են ուղղակի Համասի կողմից։ Այստեղ լուրեր պտտվեցին, որ ոչ միայն Համասի ձեռնշված այդ ռազմական կառույցն է մասնակցում այս պատերազմին, այլ նաև նրանց է միացել Ջիհադ ալ-Իսլամի իսլամական ջիհադ կազմակերպությունը, այսինքն Գազայի գոտում գործող բոլոր այս ռազմական թևերը միացել են այս ուրեմն պատերազմին, այս անգամ 50 տարի է Իսրայելը պատերազմ բառը չէր օգտագործել, ինչու այսօր Իսրայելի կառավարությունը հենց հայտարարեց պատերազմի մասին, որովհետև առաջին անգամ նման խոշոր հարձակում տեղի ունեցավ հենց իսրայելյան բնակավայրերի վրա, այսինքն միշտ հրթիռահարվում էր, Իսրայելը պատասխանում էր եւ սրան ի պատասխան, ասենք այս անգամ ներխուժում տեղի ունեցավ հենց իսրայելյան տարածքներ, այսինքն այս գրոհայինները պարապլաններով, այդ պարաշուտների հետ, գիտեք, այդ հատուկ սարքերով կարողացան անցնել այս սահմանը եւ հայտնվեցին Պարսպի այս կողմում, իսրայելյան կողմում եւ այնուհետեւ կան տեսանյութեր, որտեղ ներկայացված է թե ինչպես է տրակտորը քանդում այդ պատնեշը եւ ասենք պաղեստինցիները դանակներով զինված, ուղղակի քարերով, հայտերով այսպես զինված խառը լցվում են իսրայելյան քաղաքները, այսինքն հարավային շրջաններ, կան տեղեկություններ, որ 10-ից ավելի բնակավայրերում արաբները շրջում են տներով, մարդկանց են սպանում, ասենք տեղի այս հարավային շրջանների բնակիչներն ունեն զենք կրելու իրավունք, կան շատ տեսանյութեր, երբ ասենք մի քանի ահաբեկիչ շրջապատում են տվյալ ասենք տունը, մարդիկ կրակում են պատուհաններից, նրանք ասենք ի պատասխան փորձում են ներխուժել եւ մարդկանց սպանել,
շատ սարսափելի կադրեր են այս պահին համացանցում եւ սրան ի պատասխան, ինչպես գիտեք, Իսրայելը ինչ հզոր ռազմական մեքենա ունի, ինչպես ասում են, Պալեստինից հանեց երկաթյա սուրը եւ առաջին այն կադրերը Գազայի գոտու հրթիռահարման արդեն սարսափելի են։ Կադրերը կան, թե ինչպես են ամբողջ շենքեր գետնին տապալվում։ Եվ իհարկե, ասենք, նույն շարունակում է Մերձավոր Արևելքում այրում թափվել, առիթը իբր Ալ-Աղսայի պղծման փաստն է, որ 2 օր առաջ Համասը հատուկ մեսիջներ ուղարկել Նեթանյահուի կառավարությանը, որ զգուշ եղեք, հարձակվելու ենք եւ այլն, որ չենք թողնի, որ պղծեք Ալ-Աղսայի մեր սուրբ տաճարը, չնայած սա ուղղակի առիթն է, ցանկացած պահի կարող են այդ պնդումն անել եւ հարձակում գործեն։ Իսրայելը անհանգիստ է երկար ժամանակ է եղել ներքին լարվածություն, դատաիրավական համագարքի դեմ Նեթանյահուի կառավարության նկարտումներ, ծայրահեղական դեմքեր, Բենգավիր, Սմոտրիչ, այս բոլորը փորձանք դարձան Նեթանյահուի կառավարության վրա։ Ինչ կգարձեք հիմա, եթե Իսրայել անցնի ռազմական գործողություններուն քիչ առաջ կրառում մնալ ռազեիկ, որ իրապես արյունալի պիտի իլա պատասխանը։ Սակայն այս եղածը աննախադեպ է, որտեղ 50-ը ավելի քերի Գազայի մեջ հայտնվիլ եւ այս խայդարակ իրավիճակը նաև ես կգարտամ իսրայելյան աղբյուրներ կնշեն լուրջ ցախողման մասին։ Արդյոք այս կառավարությունը առաջին հարցս գհրաժարի մեկ երկրորդ ծեր գարձիկով Պաղեստինյան կողմը ինչ նպատակ ունի։ Լավ, նախ պատասխանեմ ձեր առաջին հարցին, ինչու հնարավոր է արդյոք Իսրայելի կառավարությունը հրաժարական տա։ Միանգամայն կարող եմ վստահորեն ասել, որ ոչ։ Բենյամին Նեթանյահուն, գիտեք, քանի տարիներ արդեն կառավարության ղեկավարն է եւ ինչպիսի ծանր, այսպես քաղաքական զիջումներ կատարելով այս ձեր ասած Սմոտրիչին, Բենգվիրին եւ նման ծայրահեղականների հետ կառավարություն կազմելով, ոչ սիրահոժար նաեւ կարող եմ վստահորեն ասել, նման կառավարություն կազմեցին եւ սա իրոք կառավարության լուրջ ցախողումն է անվտանգության ոլորտում, որովհետեւ ունենալով այդքան հետախուզական արբանյակներ, այդքան, ասենք, այդ պատի վրա տեղադրված տեսագրման տարբեր տեսակի, ասենք, շարժումը արձանագրող սարքավորումներ եւ այլն, այս պարագայում շատ հանգիստ, ասենք, ռմբահարեցին, հրթիռահարեցին, բոլորը մտան այսպես իրենց թաքստոցները եւ այս թաքստոցներից օգտվելով ուղղակի պատից անցան, պատը քանդեցին, այսպես հեղեղեցին ամբողջ Իսրայելի հարավային քաղաքները եւ ճիշտ եք ասում, Բեերի կիբուցի ոչ բնակչության 50 հոգու տարել են Գազա։ Այսինքն պատկերացրեք ինչքան են մարդիկ անօգնական եղել իրենց տներում, որ որտեղ էր Իսրայելի բանակը ուղիղ հարց, որտեղ են այն սահմանապահ ուժերը, որոնք այդքան հզոր մեղկավա իրենց տանկերով, իրենց այդ ռազմական տեխնիկայով եւ այլն, որտեղ են այդ ժամանակ իսրայելյան բանակը, որ մտածում ես, ասենք Իսրայելը Հայաստանից առնվազն, չեմ ասում Արցախը կորցրած մեր եւ այլն, առնվազն 2 անգամ փոքր տարածք է, 9 միլիոն բնակչությամբ եւ պատկերացրեք բանակն էլ շատ մեծ հզոր բանակ ունի, չեմ ասում մոբ ուժերի մասին։ Ու արդյունքում Նեթանյահուն հայտարարել է պատերազմ, սկսել են, ասենք, եւ ծովից եւս տեղի ունեցել ներթափանցում, կան այս պահին տեսահոլովակներ, թե ինչպես են հարձակվում, ասենք, ծովի կողմից արաբ գրոհայինները փոքրիկ նավակներով եւ ինչպես է, ասենք, Իսրայելի նավատորմը ոչնչացնում այդ ահաբեկիչներով զինված այդ նավակները։ Անցնելով, այսինքն կարծում եմ, որ հրաժարական չի տա, հիմա, ասենք, ունենալով ողջ աշխարհի նաև կարեկցանքը, այսպես ասեմ, կսկսեն չասեմ հողին հավասարեցնելու գործընթացը, բայց այս անգամ ի տարբերություն նախորդ անգամների, այն նախորդ ռազմական օպերացիաներ, այս անգամ շատ ավելի ցավոտ հարվածներ են հասցվելու Համասին, բայց գիտեք, որ Համասի պարագլուխները նստած են տարբեր արաբական երկրներում եւ չեն գտնվում Գազայի գոտում, այլ ուղղակի այնտեղից փողերն ուղարկում են, հանձնարարություններ տալիս են, իսկ այդտեղ ով է դժվելու հասարակ արաբ ժողովուրդը, որն առանց այն էլ, ասենք, բլոկադայի մեջ գտնվելով, չունենալով նորմալ աշխատավար, նորմալ կյանքի պայմաններ, հայտնվելու այս ծայրահեղ ծանր իրավիճակում։ Սա առաջինը, երկրորդը ինչ վերաբերում է, ասենք, նպատակների մասին։ Տեսեք,
Տարբեր վերլուծաբաններ տարբեր կարծիքներ են հայտնում, մեկն ասում է Ռուսաստանն է սա կազմակերպել, քանի որ Արցախում խժդժություններ փորձեցին կազմակերպել, չհաջողվեց, Իրանի միջոցով փորձում են Մերձավոր Արևելքում ուշադրությունը գրավել։ Չեմ բացառում այստեղ Իրանի ազդեցությունը, որովհետև Իրանը ատամները կրճտացնելով վերջին այս 1.5 տարվա ընթացքում ինչքան է ստիպված համբերում Սիրիայի Դամասկոսի օդանավակայանի վրա հարձակումները, երբ որ իր զինյալներին էր սպանում իսրայելյան ավիացիան, երբ որ իր ուղարկած զենքը Հեզբոլլահին ոչնչացնում էին Դամասկոսի օդանավակայանում, անընդհատ երբ որ հետևում ես, ասենք, սիրիական աղբյուրները, արաբական աղբյուրները, իսրայելյան աղբյուրները իհարկե կամ չեն ներկայացնում, կամ հերքում են, կամ էլ շատ կծկծուր մեկնախտարությամբ, որ ռազմական օպերացիայի գիշերն անցկացվել, ասենք, հայական օդուժի միջոցով, այժմ թե ինչ հետևանքներ կարող է սա բերել մեր տարածաշրջանի համար։ Ես չեմ կարծում, որ սա լայնածավալ մեծ պատերազմի կհանգեցնի, որովհետև այս պահին ոչ մի պետություն էլ այստեղ քաղաքական խմորումների, տեսեք, Ուկրաինայի ու Ռուսաստանի պատերազմի եւ նոր ճակատներ բացելու հետ կապված կան որոշակի շագրգիռ ուժեր, սակայն մյուս կողմից էլ լայնածավալ մեծ պատերազմի սա չի վերածվի։ Հիմա հարցը թե ինչ դիրքորոշում ունենա արաբական աշխարհ, տեսեք վերջին զարգացումները, Իսրայելը գրեթե բոլոր արաբական երկրների հետ արդեն բարեկամական կապեր ունի, նույնիսկ արդեն Սաուդյան Արաբիայի հետ այս հարաբերությունները գիտեք գնալ գալը եւ այլն, դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու փորձը եւ պաղեստինցիներն այս վերջերս հայտարարում են, որ նրանք մենակ են մնացել եւ Իրանը հայտարարում էր, որ շատ վատ է, որ արաբ եղբայրները թողել են իրենց պաղեստինցի եղբայրների արդար կռիվը եւ անընդունելի է, որ արաբական պետությունները մեկը մյուսի հետևից դավաճանում են պաղեստինցիներին։ Այսինքն տեսեք ինչքան մեսիջներ կա, որոնք որ ճիշտ վերլուծելու, ճիշտ հասկանալուց հետո կարելի է որոշակի եզրահանգումների կա։ Ճիշտ եք, ես միայն գուզեի պարոն Չերնոմորյան ավելցնել, խոսեցաք Ռուսաստանի մասին, խոսեցաք Թուրքիո մասին, սակայն շարք վերլուծումներ գմիտին պատկերը ստեղծել, որուն հիմամբ Իրան նաև այս տեղի ունեցածով որոշակի մեսեջներ կհասցնե հատկապես Ադրբեջանին։ Չեմ գիտեր ինչքանով կհամընկնի այս խոսքը, որովհետև Իրանի այս մոդիկ Տաշտին, Եդևի Տաշտին այսօր Ադրբեջանը մեծ խաղեր տվավ եւ Իրանը անշուշտ մտահոգ է Հայաստանի հողային ամբողջականությամբ եւ այլն։ Այդ Կորձոնը գա արդյոք ծեր գարձիկով։ Շատ հետաքրքիր հարց է, շնորհակալություն հարցի համար։ 2 օր առաջ, եթե հիշում եք, Իրանում հիմք դրվեց այն կամուրջի, որը Իրանի տարածքով կապելու էր Նախիջևանը Ադրբեջանի հետ։ Ես չեմ կարծում, որ այս կամուրջի հիմք դնելուց հետո Իրանը սրանով որոշակի մեսիջներ է ուղարկելու Ադրբեջանը, որովհետև եկեք չմոռանանք, որ 44 օրյայից հետո առաջին պետություններից մեկը, որ ողջունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականություն եւ Ադրբեջանին հաղթանակի հետ կապված, սա Իրանն էր։ Եվ որոշակի մեսիջներ, ես հակառակը կասեի, որ այս մեսիջները կարող են ուղղված լինել Իրանի կողմից Իսրայելին, որ ասենք դու Ադրբեջանում քիչ ձեր ասած խոսքերով խաղեր խաղա, որովհետև այս նույնը կարող է նաև շատ այս ձեր քաղաքականությունը վատ հետևանքներ կարող է ունենալ հենց ձեր սահմանների մոտ։ Սակայն այստեղ հարց է, թե եթե Իսրայելը շարունակի ռազմական գործողությունները եւ ընդունելով Իրանի մեսիջը, արդյոք այն ժամանակ, երբ Ամերիկայում քաղաքական ճգնաժամ է, երբ հնարավոր է լոքդաուն լինի եւ բյուջեն չհաստատվի Ամերիկայում եւ քաղաքական լուրջ ճգնաժամ կա Ամերիկայի Միացյալ Նահանգներին այս պահին, հնարավոր է, որ Իսրայելը օգտվելով այդ առիթից օգտագործելով Ադրբեջանի սահմանը հարձակվի հակառակը Իրանի միջուկային այս քաոսից, այս քաոսից։ Այո, Հատուկ գործողությամբ, որ երազն է Իսրայելի, երկար։ Այո, սա Իսրայելի երազն է, տեսեք, Իսրայելը անկեղծ ասած չունի այն ռեսուրսները, չունի այն հսկայական ռեսուրսները, որ երկար ամիսներով, տարիներով պատերազմում է պետության դեմ։ Իսրայելում միշտ հաշվարկը կատարվում է օրերի վրա, այսինքն մեր վրա հարձակում եղավ այսքան օր,
այսքան օր պետք է դիմանանք ու այսքան օրվա ընթացքում պետք է բոլորին ջախջախենք 7 օրվա, 10 օրվա եւ այլն եւ այլն։ Այսինքն երկարամյա պատերազմը, ես հիշում եմ Լիբանանյան երկրորդ պատերազմի ժամանակ, երբ որ 2006-ը նկատի ունիք։ Այո, 2006 թվականի նկատի ունեմ, ես Իսրայելի պաշտպանության բանակի հետ կարողացա ուրեմն այցելել Հեզբոլլահյան բունկերները, որտեղից որ նրանք անցել էին Իսրայելի սահմանը, որտեղից որ կրակ էին բացել եւ այն որտեղ էր ունեցել հենց այդ պատերազմի սկիզբը, որտեղ որ գերեվարվել էին այդ զինվորները եւ տեսա, որ ասենք շատ հետաքրքիր տակտիկայով կարելի է կռվել նույնիսկ Իսրայելի նման գերժամանակակից զինատեսակներ ունեցող երկրի հետ, որովհետեւ տեսեք, մեկ սովորական էլեկտրական սյունը եթե վերցնես, կտրես, դրա մեջ ասենք վարոդ լցնես եւ գնդակներ լցնես եւ ասենք ուղակի կրակես, որ տեղ հասնի, միայն տեղ հասնի Իսրայելի տարածքի վրա, նմանատիպ ասենք մի 2-3 հազար դոլար արժողությամբ հրթիռը Իսրայելը խոցում է $100,000 հրթիռով։ Ու պատկերացրեք, ասենք միաժամանակ եթե հազարավոր հրթիռներ են թռչում մեր վրա, մեր երկրի տարածքի վրա, դա հնարավոր չէ ամբողջությամբ ծածկել օդը, հնարավոր չէ։ Ինչպես օրինակ այսօր այս պայթրությամբ 2200-ից ավելի հրթիռ է ընկել Իսրայելի տարածքի վրա։ Դուք պատկերացրեք ինչ թիվ է սա։ Եվ ասենք հնարավոր չէ ունեցած հնարավորություններով երկար ժամանակ պայքարել ոչ Հեզբոլլահի դեմ, ոչ էլ չեմ խոսում Իրանի դեմ։ Պարոն Չերնոմորյան, հայկական համայնքի մասին ինչ տեղեկություններ կրնաք հաղորդել այդ շրջաններում մեջ ես ապահով եմ, որ ոչ Գազայի մեջ, ոչ Գազա-Իսրայել սահմանային կոդի մեջ հայեր չեն բնակիր, սակայն ընդհանուր մթնոլորտը ինչպիսին է առնվազն օրինակ Պետախ Տիկվայի մեջ, ուր հայերը բավական մեծ թիվ կգազմեն եւ Երուսաղեմի մեջ ինչ տվյալներ կան այդ առումով։ Ուրեմն տեսեք, նախ Գազայի հարակից շրջաններում մենք ունենք հայկական համայնք 500-ից ավելի հայեր են ապրում, խոսքը Աշկելոն, Աշդոդ, Կիրյաթ Գաթ, Բերշևա հարավային քաղաքներն, որոնք ընդամենը 20, 30, 40 կիլոմետր են հեռու հենց Գազա քաղաքից։ Այսինքն հրթիռներն անմիջապես ընկնում են այդ քաղաքների վրա եւ այնտեղ կան նաև իմ հարազատ ընտանիքի անդամները եւ բարեկամներ եւ ընկերներ եւ այլն եւ մարդիկ առավոտյան ժամը 6:30-ից մինչեւ ժամը 4-5-ի տվյալներով դեռ ռմբապաստարաններում են, այսինքն նույնիսկ տուն բարձրանալ հասարակ կարիքները երեխաների հոգալ մարդիկ չեն կարող ամբողջ օրը պատասպարված են ռմբապաստարաններում։ Բարեբախտաբար հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ այս պահին չկան, չունենք որոշակի տվյալներ այդ մասին։ Կապի մեջ եմ եղել քիչ առաջ Աշդոդ, Աշկելոն, Կիրյաթ Գաթ, Բերշևա քաղաքների մեր հայրենակիցների հետ, այս քաղաքներում ամեն ինչ հարաբերական նորմալ է։ Ինչ վերաբերում է երկրի կենտրոնում եւ Երուսաղեմին, գիտեք որ երկրի կենտրոնում մոտ 3000 հայ ապրում եւ մենք էլ մեր կաշվի վրա զգացինք այս պատերազմի դառը հետևանքները, իջնելով ու պահմտոցի խաղալով արաբական հրթիռների հետ ամբողջ օրը, սակայն կենտրոնական քաղաքներում, ասենք հրթիռներ ընկան Ռիշոն Լեցիոնում, օրինակ, որտեղ որ մեր բարեկամ հայ ընտանիքներ են ապրում, ընդամենը 200-300 մետր հեռավորության վրա հրթիռներ ընկան։ Բարեբախտաբար վնասներ չկան, երբ որ ասում ենք բարեբախտաբար դժվարներ չկան, մենք այս թեմայի մասին չենք խոսում, այս թեմայի մեջ չենք խոսում, ասենք մեքենաներ վառված, ասենք կամ գույք վնասված, այս թեմաները մեզանում երկրորդական են, ամենակարևորը մարդկային կորուստներն ու մարդկային արժեքներն են։ Ինչ վերաբերում է Երուսաղեմին, Երուսաղեմի վրա հարձակում մեկ անգամ է տեղի ունեցել այս ընթացքում, 4 ուրեմն վայրերում է ընկել հրթիռ, այսինքն թե ընկել է, թե խփել են եւ այլն, զգացել են քաղաքում, եղել են շրջակներ եւ իրավիճակը այստեղ ավելի հանգիստ է, քան ասենք հարավային քաղաքներում ու կենտրոնում։ Շնորհակալ եմ պարոն Չերնոմորյան այս կարևոր տվյալներու մասին, հուսանք բարիով գավարդի այս ամեն ինչը եւ գողմերը ի վերջո կհասկանան, որ արաբ-իսրայելյան կամ պաղեստին-իսրայելյան այս տագնապը կփարատի միայն քաղաքական ճանապարհով։ Մեր ակնթիրներուն հիշեցնեմ, որ հյուրս հերավար գաբով հայացքի լրագրող վերլուծաբան Արտյոմ Չերնոմորյանն էր, Պետախ Տիկվա քաղաքեն Իսրայելի, հետևեցեք Արևելքի տոհարգումները։